Բարի օր գործարարալիքին միացած մեզ հետևող ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, սա թե Քինգշապտին է, թե Քինգշապտի շրջանակում մենք այս պահին տեսաձայնագրում ենք Թարմուղեղով հաղորդումը, իսկ մեր տաղավարում Էրիկ Գյուլազյանն է, GeoVibe ընկերության համահիմնադիրը, բարև ձեզ։ Բարև ձեզ, մանկաչ։ Շնորհակալ եմ շատ, որ դուք այս պահին մեր տաղավարում եք, թարմ նորություններով եք դուք այստեղ, ամսի 13-ից 14-ին կարևորագույն միջոցառում է տեղի ունեցել Հայաստանում, դա ինֆորմացիոն առիթն է, բայց մինչև դրան հասնել եք ուզեմ, որ ընկերության մասին պատմեք, GeoVibe ինչպես է ստեղծվել, երբ ու ինչի համար է առհասարակ այն, որպեսզի մեզ լսող դիտող մարդիկ ավելի այսպես խորքային հասկանան, թե ինչի մասին ենք մենք այսօր խոսելու, խնդրեմ։ Շնորհակալություն։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ GeoVibe-ը աշխարհագրական տարածական համակարգերի, որը ավելի շատ հայտնի է որպես GIS, Geographic Information Systems, GIS-ի լուծումներ առաջարկող ընկերություն է, ստեղծվել է 2021 թվականին, ոգեշնչված է դոկտոր Գարո Արմենի կողմից, KOAF-ի հիմնադրի, եւ այն մեծ տեսլականի մասը կազմում դոկտոր Գարո Արմենի Հայաստանում ներդրումներ կատարել եւ աշխատել զարգացնել այն բոլոր ոլորտները, որոնք ստրատեգիական կարևորություն ունեն երկրի համար, նպաստելով Հայաստանի ստրատեգիական համապարփակ զարգացմանը։ Գիտեք, KOAF-ը բոլորին հայտնի է իր մեր ռեգիոնների զարգացումով, երեխաների եւ մեր երիտասարդների հզորացումով, GeoVibe-ը մոտավորապես նույն ֆունկցիան է կատարում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մենք աշխատում ենք զարգացնել GIS-ը Հայաստանում որպես գիտություն, որպես բիզնես, որպես ինստիտուտ, որպեսզի այս ինստրումենտի միջոցով նպաստենք Հայաստանի համընդհանուր զարգացմանը։ Մի փոքր ասեմ ինչ է GIS-ը։ Դա իրականում փիլիսոփայության համընդհանուր մոտեցում է, որը որպես միջուկ վերցնում է լոկացիան, լոկացիայի շուրջը բերում է ժամանակը, տարածությունը, սիստեմները եւ այդ ամեն ինչը իրար հետ խոսեցնելով թույլ է տալիս որոշում կայացնողներին թե անալիզ անել ինչա տեղի ունեցել անցյալում եւ ինչու, ինչա տեղի ունենում հիմա եւ ամենակարևորը կայացնել իրականում գիտելիքահեն հիմնավորված որոշումներ այն խնդիրների վերաբերյալ, որին կոչված է GIS-ը։ Իսկ պատասխաններ չի կարող տալ, թե ինչ կարող է տեղի ունենալ ապագայում։ Այսինքն կանխորոշել մոտավոր այդպես ասած, թե այս արդյունքները, որ եղել են ու ներկա պահին կան, դրանք ինչպիսի արդյունքների կարան հանգեցնել ապագայում։ Ինքը շատ ոնց ասեմ ձեզ, շատ քաշող է, որովհետև հնարավորությունները անծայրածիր են ու օգտագործման տիրույթն էլ այն ծայրածիր։ Այսինքն, երբ որ մենք խորանում ենք GIS-ի մեջ, ապա անընդհատ նոր խնդիրներ ենք սկսում մեր առջև դրած ու նոր լուծումներ ենք փնտրում, որովհետև մի խնդիրը բերում է մի լուծում, դրանից հետո առաջանում է մեկ այլ հարց ու մենք մտնում ենք դրա համար շատ կարևոր է GIS-ը օգտագործել, այսպես ասած, փուլ առ փուլ, ստրատեգիապես։ Ձեր հարցին պատասխանելով, այո, կարող է, ինքը կախարդական փայտիկ չի, բայց իրականում GIS-ը համակցելով անալիտիկայի հետ, ներառյալ տրադիցիոն, ինչպես նաև ժամանակակից արհեստական բանականության կիրառմամբ, ստատիստիկայի հետ եւ այլ գիտությունների հետ, այո, մենք կարող ենք մոդելավորել մեր տվյալ կոնկրետ իրականացված որ քայլից ինչ է հնարավոր ստանալ, ինչ հավանականությամբ, ինչ ճշտությամբ ու հետո փորձարկել դրանք իրականում նախքան կյանքում կիրառելը, ու այդ մոդելավորումից հետո ընտրել են լավագույնը ու ամենաճիշտը, որ որոշումների կայացնողների կողմից ընդունվում են որպես ամենաճիշտը։ Դրա համար շատ ինստրումենտներ կան, դրա համար եմ ասում ինքը շատ մեծ է ու կարելի ասել մեր կյանքի բոլոր ոլորտներում օգտագործվում է ու նաև շատ գրավում է։ Դրա համար օրինակ մենք այն դիտարկում ենք նաև որպես ներկայի ու ապագայի մասնագիտություն ու GeoVibe-ը իրականում հպարտ է նրանով, որ մենք նաև մեծ ներդրում ենք անում թե մեր ժամանակի թե ռեսուրսի այդ GIS գիտության
զարգացումը թե դպրոցներում, թե համալսարաններում, թե մասնագիտացված ակադեմիաներում զարգացնելու համար։ Մի վերջի օրինակը բերեմ, այս տարի մենք COAF-ի հետ միասին ձևակերպեցինք եւ ներդրեցինք ինստիտուցիոնալ GIS-ի կուրսեր COAF-ի Smart կենտրոնում Լոռիում մեր երեխաների համար, ովքեր որ այցելում են, որովհետեւ մենք խորապես հավատացած ենք, որ GIS-ի գիտությունը որպես մասնագիտություն ինքը հիմա էլ է շատ պահանջված, բայց առաջիկա տասնամյակում եւ էլի ենկում լինելու է ամենապահանջված ու ամենալավ հարգի մասնագիտություններից մեկը։ Իսկ համալսարաններում ես տեղյակ չեմ ամեն դեպքում, դուք տեղեկություն կունենաք այդ մասով, արդյոք դասավանդվում է նման ուղղությամբ։ Այո, դասավանդվում է եւ շատ ուրախ եմ դրա համար։ Ես գիտեմ, որ Ճարտարապետության եւ Շինարարության Հայաստանի ազգային ակադեմիան է GIS դասավանդում ու իրենք էլի պատիվ իրենց շատ լուրջ են վերաբերվում դրան եւ մեծ ներդրում են անում երիտասարդների, ուսանողների գիծ գիտելիքների բարձրացման վրա։ Ես գիտեմ, որ մեր Երևանի պետական համալսարանն է դրան լուրջ ուշադրություն դարձնում։ Այսինքն մասնագետների խնդիր մենք չենք ունենա կամ չունենք։ Գիտեք, մասնագետների խնդիր մենք ունենք, որովհետեւ պահանջը շատ ավելի մեծ է, քան առաջարկը։ Մյուս կողմից ինքը անընդհատ հղկում պահանջող մասնագիտություն է։ Սա այնպիսի մասնագիտություն չի, որ դու մի անգամ սովորեցիր ու այլևս դրանով շարժվում ես։ Այդ lifelong learning-ը որ կա, սովորիր ամբողջ կյանքում, իրականում հենց GIS-ին է վերաբերվում ու լավագույն մասնագետները GIS-ի նրանք են, ովքեր անընդհատ իրենց վրա սովորում են։ Ընդ որում ասեմ ձեզ, GIS-ի մասնագիտությունը ինտերդիսցիպլինար է։ Պարտադիր չի դու գնաս ու հենց GIS-ի կուրս գտնես ու GIS-ի մասնագետի դիպլոմ ձեռք բերես։ GIS-ի մասնագետ կարող են դառնալ այլ մասնագիտության տեր մարդիկ, որտեղ սրա գեղեցկությունը կայանում է նրանում, որ ինքը գալիս է հավելյալ արժեք բերելու, կարելի ասել բոլոր մասնագիտություններին ու բոլոր ոլորտներում։ Թվայնացման հիմքն է, էլի։ Թվայնացման, թվային փոխակերպման, digital transformation-ի։ Եթե երկիրը ճիշտ է հասկանում, որ եթե երկիրը փորձում է թվային ճանապարհով գնա, հիմքում հենց սա դրվի։ Նաև սա այդ իր բաներից մեկն է, փիլերներից մեկն է, այսպես ասած։ Այ ես եթերից առաջ ձեզ խնդրեցի, որ դուք ինձ օրինակներով պատմեք, թե օրինակ Հայաստանում ինչ է հնարավոր եղել իրականացնել GIS-ի միջոցով։ Դուք ինձ տարբեր օրինակներ բերեցիք, խնդրեմ, որ մեզ դիտողների եւ լսողների համար եւս օրինակներ ներկայացնեք, որպեսզի հասկանալի լինի, թե որտեղ է հնարավոր եղել սա կիրառել, ինչ արդյունքների է բերել ու կան ուղղություններ, որտեղ օրինակ դեռևս չի կիրառվում, բայց դրա անհրաժեշտությունը միանշանակ է։ Նայեք, ուղղությունների կիրառման ուղղությունները բոլոր տեղերում են։ Չկա միտեղ, որտեղ որ գիսը կիրառում չունի կամ կարևորություն չունենա։ Բայց ես ձեզ մի կրիտիկական օրինակ բերեմ, անցյալ տարի դուք հիշում եք Լոռիում ջրհեղեղ տեղի ունեցավ։ Եվ պետք էր շատ արագ արձագանքել, որպեսզի հասկանալ ինչպիսին է հետևանքները, ջրհեղեղը ինչ վնաս է հասցրել, որտեղ է վնասված տեղերը եւ ինչ պետք է անել։ Հիմա այդ ժամանակ մենք UNDP-ի հետ մի անգամից շատ արագ արձագանքեցինք, գնացինք այդ վայրը, նկարահանումները, այն ինչ որ ասում եմ, տեղի ունեցավ 36 ժամվա ընթացքում որպես արդյունք։ Նկարահանումները տեղի ունեցավ, իրական պատկերը։ Մենք հասկացանք, թե ջուրը ուր է հասել, հետո վերցրեցինք, համեմատեցինք այդ պատկերները տիեզերային լուսանկարների հետ, որոնք արվել են մինչև ջրհեղեղը, այդ change detection-ը կոչվում, փոփոխությունների դետեկցիա։ Մենք դրեցինք համեմատության մեջ տեսանք, թե իրականում այդ հատվածը ինչ տեսք է ունեցել նախքան ջրհեղեղը, հետո շերտը դրեցինք վրան, տեսանք, թե ջրհեղեղից հետո ինչ է տեղի ունեցել, իրական պատկերը ջուրա ուր է հասել, հասկացանք, թե իրականում ինչ վնաս է հասցրել, դիցուկ օրինակ գյուղատնտեսական հողերին։ Երկրորդը հասկացանք, որտեղ է վնասները տեղի ունեցել, երբ որ դու տեսնում ես, որ մինչև ջրհեղեղը կամուրջը կա, հետո քո նկարումից հետո տեսնում ես, որ այդ կամուրջը չկա, դա իրականում միանգամից քեզ ցույց է տալիս, թե ինչ է փոխվել։
Եվ այդ ամեն ինչը ներկայացրեցինք եւ տվեցինք մեր գործընկերներին կառավարության, որոնք իրանք հետո օգտագործեցին հետագա գործողությունները պլանավորելու համար։ Այսինքն դա պետության կողմից պատվիրված չէ։ Պատվիրված չէ, իրականում դա մեր քաղաքացիական նախաձեռնությունն էր, ես սա բերեցի որպես օրինակ, թե ինչ քրիտիկական ոլորտներում կարող է օգտագործվի։ Այլ տեղերում է ոլորտներից ռազմական ուղղությունը մեզ համար շատ կարևոր է, գիտենք, այդ ուղղությամբ հնարավոր է ավելի լավ արդյունքների հասնել։ Ինքը նաև այդ ոլորտում կարող է օգտագործվի ու այդ ոլորտի պատասխանատուները տեղյակ են ոնց կարող օգտագործվի։ Տեղյակ են ամեն դեպքում, տեղեկացրել եք։ Իրանք տեղեկացված են եղել, մենք էլ համատեղ քննարկում ունեցել ենք այո։ Բայց աշխատանքներ դեռևս չկան։ Ես ճիշտն ասած նմանատիպ հարցերի չեմ կարող պատասխանել, իսկ ով դա մեր պաշտպանական գերատեսչության գործընկերներին կարելի է հարցնել։ Հասկանալի է։ Երևի գանք միջոցառմանը բավականին մեծ մասշտաբների է տեղի ունեցել, եթե ես չեմ սխալվում։ Այ դուք 21 թվականից շուկայում եք, սա առաջին անգամն էր նման միջոցառում, որ կարողացաք համաշխարհային ներկայացուցչի հետ համատեղ Հայաստանում ներկայացնել ոլորտը, առհասարակ ինչ փոփոխություններ կան, ինչ պահանջներ կան, թե շարունակական է սա եղել եւ առաջինը։ Շնորհակալություն, շատ լավ հարց եք տալի, մի քիչ նախապատմություն տամ։ Հարցին պատասխանելով, այո, սա առաջի միջազգային մասնագիտական թիրախային երկօրյա կոնֆերանսներ կիսի վերաբերյալ, բայց մենք սրան գալիս էինք։ Ամեն տարի աշխարհը նշում է GIS-ի օրը, որ ամբողջ աշխարհում GIS-ի էնտուզիաստները, մասնագետները տարբեր միջոցառումների տեսքով նշում են։ Գյուղվայբը 21 թվականից սկսած ամեն տարի մենք այդ օրը նշում էինք ու բավականին հաջող, երբ որ GIS-ի համայնքի, պետության ներկայացուցիչները, բիզնեսի, ակադեմիայի հավաքվում էինք ու քննարկում էինք այն նորամուծությունները, որ տեղի են ունեցել կամ կիրառելիությունը կամ փորձի փոխանակում, ու դա շատ պոպուլյարնի միջոցառում դարձավ։ Միաժամանակ Գյուղվայբը նաև մեծանում էր ու հզորանում էր։ Մենք սկսեցինք հաջողություններ արձանագրել։ Օրինակ ամենամեծ հաջողությունը եղավ այն, որ Երևանի գեոպորտալի նախագիծը, GIS գեոպորտալի նախագիծը, որը որ մենք իրականացրել ենք Երևանի քաղաքապետարանի հետ միասին, այդ գեոպորտալը դա Ezri Argis Enterprise համակարգն է, որը այլ լեզվով կոչվում է սիստեմների սիստեմ, որը մի ուղեղ է, որը որպես սիստեմ գործում է, որին միանում են թե ներքին, թե արտաքին բոլոր սիստեմները, այսպես as ներքին համակարգերը եւ IoT-ները, Internet of Things, եւ մի համակարգում կարողանում են իրար հետ փոխկապակցվել, հնարավորություն տալով թե անալիտիկ ամենօրյա աշխատանքը իրականացնել, թե գիտելիքային ճշգրիտ որոշումներ մոդելավորել եւ կիրառել։ Հիմա այդ պրոյեկտը այնքան հաջող ստացվեց, որ առաջի անգամ հայաստանյան պրոյեկտը, Երևանի գեոպորտալի պրոյեկտը, Երևանի քաղաքապետարանն ու Գեովայբը միասին ստացան այս ոլորտի ամենախոշոր միջազգային մրցանակը, կոչվում է SAG Award, Special Achievement in GIS Award, որը տրվում է Ezri կողմից։ Ezri-ն ամերիկյան GIS-ի լուծումների ընկերությունն է, այս ոլորտի բացարձակ համաշխարհային առաջատարն է։ Այդ այսպես ասած պիոներն է, նորամուծությունների աղբյուրն է եւ ոլորտի հայրը։ Կարելի է այդպես ասել, հա։ Ezri-ն գնահատեց այդ պրոյեկտը ու աշխարհում մի քանի 100,000 նախագծերից մոտ 200-ն են տարեկան ստանում, մեկը եղավ մեր հայաստանյան պրոյեկտը, ու մենք շատ հպարտ ենք դրանով, հիմա էլ ենք հպարտ, որովհետեւ մեր հետ միասին այնպիսի պրոյեկտներ ստացան այդ SAG Award-ին, օրինակ British Petroleum-ը իր միջազգային պրոյեկտների համար ստացավ, Միացյալ Արաբական Էմիրությունների բնապահպանության նախարարությունը ստացավ իր պրոյեկտի համար։ Հետևաբար նշաձողերը բարձրացրել եք եւ Վաշինգտոնի District Columbia-ի այդ Chief Technology Officer-ի գրասենյակը ստացավ, ու մենք հպարտ էինք, որ նաեւ հայաստանյան նախագիծն է նմանատիպ award ստացել, դա նաեւ ուշադրություն բերեց դեպի Հայաստանը։ Ու երբ որ մենք որոշեցինք, որ կոնֆերանս անենք, ուշադրություն բերեց թե առաջատարների կողմից, թե ընդհանրապես տարածաշրջանային գործընկերների կողմից։ Ու երբ որ մենք գաղափար էինք հղում, որ այս տարի էլի միջոցառում անենք, ապա հասկացանք, որ ճիշտ ժամանակն է, որ միջազգային միջոցառում անենք, ու իրականում շատ լավ միջազգային միջոցառում ստացվեց, շատ մեծ աշխարհագրությունով, միջին արևելքից մինչև կենտրոնական Ասիա, նաև մեր պետական
գործընկերները կառավարությունը իր ներկայացուցչությունը ցուցաբերեց աջակցելով եւ ողջունելով մեր միջոցառումը Էզրին նաեւ գնահատեց տարածաշրջանի Միջին Ասիայի, Աֆրիկայի ու Միջին Արևելքի գլխավոր կառավարիչը մեզ հյուր եկավ տարբեր բիզնեսի, համալսարանների, դպրոցների նույնիսկ տարբեր ոլորտների ներկայացնում ենք մի հրաշալի միջոցառում ստացանք իրականում, որը շատ օգտակար էր։ Նաև կոաֆի մեր երեխաները եկան ու արդեն իսկ իրանց իրականացված պրոյեկտներից ցուցաբերեցին, որը էլի իրոք հպարտանքի առարկա է, 12-13 տարեկան երեխաները իրոք պրոյեկտ են ցույց տալի, իրանց համայնքի թվային երկօրյակը իրանց ստացած գիտելիքներով անում են ցույց են տալի։ Դա իրականում հպարտանալու բան է, որպես երկիր։ Ու իրականում հենց մեր գործընկերներն էլ դրա վրա ուշադրություն դարձրեցին ու դա տանելու են որպես հաջողված փուլ ցույց տան, թե ոնց է կարելի գիսը զարգացնել երեխաների մեջ որպես ապագայի մասնագետներ ու որպես պահանջված մասնագետներ զարգացնելու համար։ Ու երկրորդ օրն էլ իրականում գնացինք մենք լոռի, Coaf Smart կենտրոն զուտ մասնագիտացված երեխաների համար մաստեր կլաս անելու, որտեղ նորից եմ ասում այդ ներդրումը երեխաների մասնագիտական զարգացման մեջ, մեր երիտասարդների մասնագիտական զարգացման մեջ Գյովայբի համար առանցքային փիլիսոփայական շատ կարևոր նշանակություն ունի։ Այ ես գիսը երբ ներդրվում է որևէ ուղղության մեջ, որ պիտի արդեն աշխատի, մեծ թիմ է անհրաժեշտ որպեսի աշխատանքները տարվեն, թե օրինակ մեկ անձն էլ կարող է համակարգի պարզապես արդեն ժամանակի հարցը, ինչքան ժամանակում հնարավոր։ Շատ լավ հարց եք տալիս։ Դա կապված է նախագծի մեծությունից ու կախված է խնդրից։ Կա խնդիրներ, որոնք մեծ թիմեր են պահանջում, կա խնդիր, որ 1-2 հոգանոց թիմը ինքը կարող ամենօրյա ռեժիմով տանի, բայց միառժամանակ դրա կարողությունների զարգացումը նույնիսկ այն կազմակերպությունների մեջ, որոնք մինչև այդ չեն ունեցել GIS-ի թիմ, ամբողջովին հնարավոր է։ Ավելին, երբ որ մենք գործընկերների հետ զրուցում ենք, ապագա նախագծերի հետ կապված, այդ կոմպոնենտը կարողությունների զարգացման, գիտելիքի փոխանցման շատ կարևոր նշանակություն ունի մեր համար, որտեղ մեր համար կարևորություն ունի նախագծի հաջողությունը ոչ միայն որպես փաստ, որ իրականացավ, այլ դրա զարգացումը, որպեսզի հետո գործընկերը վերցնի այդ ownership-ը իր վրա ու իրականացնի կամ աշխատի մեր հետ որպես գործընկեր, բայց մեր համար շատ կարևոր է իմանալ, որ սա միառժամանակյա նախագիծ չի ու իրականում պրոյեկտը, այո, process կա ու միջնաժամկետ, երկարաժամկետ խնդիր է լուծելու նախագիծը։ Կիսը հենց դրան է կոչված իրականում։ Այ ես շատ հարցեր փորձեցի իմանալ ձեզնից, պատասխաններ փորձեցի ստանալ եթերից առաջ, ուզում եմ դրանք նաև այսպես էլ ստանամ, այ գործընկերների մասով հարցրեցի ձեզ, արդյոք միայն Հայաստանի ներսում են ձեր համագործակցությունները, թե դրսի հետ եւս աշխատանք տանում եք, այդ մասով էլ կուզեմ մեզ ինֆորմացնեք, թե արդյոք ձեր ընկերությունը կարողացել է համաշխարհային շուկա դուրս գալ եւ ինչ որակներ է այնտեղ ցուցադրում։ Շնորհակալություն, այդ հավի ու ձվի պատմությունն է։ Իրականում այո, մեր շուկան միայն Հայաստանը չի։ Հայաստանը մեր համար կարևոր շուկա է, թե փիլիսոփայական առումով, որպեսզի մենք բիզնեսով հաջողենք, որպեսզի կարողանանք նպաստենք Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացման մեր նպաստը բերենք։ Ավելին ասեմ, մեր փիլիսոփայական մոտեցումը նաև է նա, որ բիզնեսը պետքա հաջողակ լինի ու ողնաշարը պետքա պինդ լինի ու աշխատի որպես բիզնես մոդել, որպեսզի մենք կարողանանք ճիշտ գնահատենք մեր աշխատանքի արդյունքը։ Իսկ որպես բիզնես մեր համար նաև շատ կարևոր է, ես ասեցի, որ սա դոկտոր Գարո Արմենի մեծ տեսլականի էկոսիստեմայի մի մաս է։ Մեր համար կարևոր է, եթե մեր բիզնեսը հաջողություն ունենա ու շահութաբեր լինի, ամբողջ շահույթը, որ մենք ստանալու ենք, իրականում փոքր չգրված բան է, ես ուզում եմ բացահայտ ասեմ, մեր ամբողջ շահույթը գնալու է կոաֆի զարգացման ծրագրերին։ Վերջնանպատակը կարևոր է։ Հա, որովհետև մեր համար շատ կարևոր է Հայաստանի համապարփակ զարգացումը։ Բոլոր նախաձեռնությունները, որ դոկտոր Կարո Արմենը Հայաստանում իրականացնում է, միտված են Հայաստանի համապարփակ ստրատեգիական զարգացմանը։ Թե սա է, թե բիոտեխնոլոգիաների ոլորտում է, թե բժշկական ոլորտում է, թե կոաֆն է։ Վերջնանպատակը մեկն է՝ Հայաստանի զարգացումը, Հայաստանի հզորացումը։ Հայաստանից դուրս մեր համար շատ կարևոր է շուկա ապահովել,
որովհետև գիսը անսպառ, այսպես ասած, հնարավորություն է տալիս, մենք էլ հպարտ ենք նրանով, որ իրականում կարողացել ենք միջազգային համաշխարհային մակարդակի ծառայություններ մատուցել, ու դրա արդյունքը մենք տեսնում ենք, այսպես ասած, մեր award-ներով, մեր գնահատվածությամբ, մեր պահանջվածությամբ, այո, մենք ուզում ենք դա ընդլայնել ու աշխատում ենք այդ ուղղությամբ։ Կենտրոնական Ասիան մեր համար շատ կարևոր շուկա է, որ հիմա աշխատում ենք։ Միջին Արևելքը շատ կարևոր շուկա է, նախկին ԱՊՀ երկրները շատ կարևոր շուկա են։ Համագործակցությունները խոշոր միջազգային կառույցների հետ, այլ պետությունների հետ, էլի դրանք շատ կարևոր մեր համար կոմպոնենտներ են, որպես Հայաստանում ստեղծված հայկական Հայաստանում գործող բիզնես, մենք նաև մեծ նպատակ ունենք ընդլայնվել այո միջազգային շուկայում ու մենք բոլոր հնարավորությունները դրա համար ունենք։ Դա շատ լավ է, երբ ասում ենք թվային դարաշրջան եւ թվային լուծումներ, շատ գրավիչ է հնչում եւ բոլորը այդպես ոգևորված են ընթառաջ գնում, կարծում եմ դրան։ Ամեն դեպքում կարեւոր է այստեղ հասկանալ, թե թվային այս լուծումը, որ գիսն է առաջարկում, այստեղ անվտանգային կոմպոնենտը ինչքանով է ապահովված, եթե ներդնում եք որևէ համակարգի մեջ, ընդհանրենք համագործակցում եք որևէ բիզնեսի հետ, ով ուզում է օգտվել այս գիսի լուծումներից, որքանով է անվտանգ ինքը, որ օրինակ չի թիրախավորվի այլ պետության կողմից կամ հասանելիություն չի լինի, այդ մասով փորձ անում եք, որ ավելի ապահովագրված լինի կամ արվում է այդ մասով։ Մեկ թվային աշխարհը իրականում զերծ չի փորձերից։ Այսինքն փորձի վրա, որ որևէ մեկը չփորձի այդպիսի բան անի, մենք վերահսկողություն չունենք։ Մենք պետք է այնպես անենք, որ մինիմիզացնենք ռիսկը։ Դա արվում է այդ իհարկե արվում է, իհարկե, որ մենք Էզրի գործընկերն ենք, տարածաշրջանում միակ ոսկե ստատուսով այդ network partnership գործընկերն ենք Էզրի, ու նաև այն ստանդարտները, որ Էզրին կիրառում է ամբողջ աշխարհով մեկ, իսկ Էզրի ստանդարտներով ու Էզրի համակարգերով աշխատում են ամբողջ պետություններ, հենց նույն Միացյալ Նահանգները։ Հենց այդ նույն ստանդարտներն էլ ամբողջությամբ ստանդարտացված կիրառվում են մեր ծառայությունների մեջ, ամբողջացնելով անվտանգային համակարգը։ Այսինքն սիստեմների մեջ արդեն իսկ դրված են ամենաբարձր մակարդակի անվտանգային պաշտպանիչ համակարգեր, հետո դա էլի որոշակի գործողություններ ապահանջում, անընդհատ մոնիտորինգ, ներառյալ այն ընկերությունների, այն գործընկերների կողմից, ովքեր դա կիրառում են, շատ կարևոր է, որ իրանք դա ամենօրյա ռեժիմով բարձրագույն կարևորություն տան, ու ես տեսել եմ, որ իրականում տալիս են, այնպես որ գիտեք ինչ, դա ամենօրյա ռեժիմով 24 ժամյա աշխատանք է պահանջում, բարելավում է։ Լավ է նա, որ ի սկզբանե ամենաբարձրագույն մակարդակի, որ հնարավոր է ստանդարտացված բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխան այդ անվտանգային cyber security սիստեմները մեջը դրված է արդեն ու կիրառվում է։ Գիսի կիրառումը ենթադրենք Երևանում։ Ես Էզրի լուծումների մասին եմ խոսում իրականում, այն որ մենք օգտագործում ենք։ Շատ լավ։ Եթե գիսի կիրառումը ավելի մասշտաբային լինի, օրինակ Երևանում, կարող ենք ասել, որ Երևանը կարող է վերածվել խելացի քաղաքի, այսինքն դա բաղադրիչ է համարվում դառնալու այդ ճանապարհը։ Երևանը տեսլականը ունի։ Ես հիմա գիտեմ, որ մենք փողոցով երբ որ բոլորս էլ քաղաքացիներն ենք Երևանի, ամեն օր գնում ենք, օրինակ խցանում է, այս խնդիրը կա, այն խնդիրը կա, այդ խնդիրները կան, բայց այն որ քաղաքապետարանը խնդիրների լուծման տեսլականը ունի ու սկսել է գոնե մտածել, թե ինչ լուծումներ տա ու շատ ճիշտ տեղից է ինքը սկսել, դա շատ լավ է, որովհետև ես կարծում եմ, որ ճիշտ կլինի նաև մեր գործընկերների հետ մի հաղորդում անեք, որպեսզի իրանք ներկայացնեն, թե ինչ աշխատանքներ են իրականացնում, ինչի համար է այդ գեոպորտալը։ Այս վերջերս որ բանը կար մեր բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսը, Digitech-ը։ Այո։ Digitech-ում Երևանի քաղաքապետարանը ներկայացված էր ի թիվս այլ լուծումների, նաև այդ գեոպորտալով իր այդ control panel կոչածով, որը որ շատ հետաքրքիր լուծում է։ Այնտեղ շատ լավ ներկայացրել էին, թե իրանք ինչ են, օրինակ իրանք վերել են մի համակարգի մեջ օդի աղտոտվածության սենսորները, որը հիմա եթե դուք մտնեք քաղաքապետարանի վեբսայթը լայվ ռեժիմով դրած է։
իրանք գեոպորտալի մեջ բերել են ակտիվ քաղաքացու IoT-ին, որը թույլ է տալիս շատ լավ տեսնել կենթանի ռեժիմով, թե ինչ խնդիրներ են քաղաքացիները բարձրաձայնում ու թե ինչպիսի լուծում է դրան տրվում։ Շատ ժամանակակից լուծում են տվել աղբահանության ամբողջ գործընթացի կարգավորումը։ Լայվ ռեժիմով տեսնում են մեքենաները որտեղ են, ուր հասան, զիբիլը հավաքեցին, թե չհավաքեցին, աղբամանները վերահսկվում ամեն ջեոթագինգով դրած է, նկարահանված։ Ես չեմ ասում, որ բոլոր խնդիրները լուծված են կամ այլևս ոչ մի բան չկան, բայց ճանապարհը, որ լուծումներ գտնելու ճիշտ է, որտեղ գիսը մենք գործընկերների հետ որ խոսում ենք, ասում ենք գիսը ճանապարհ է։ Գայթակղությունը այնքան մեծ է, որ երբ որ մենք խոսում ենք գիս լուծումների մասին, մեկ էլ ասում ենք, սկզբից մտածում ենք, որ ոչ մի խնդիր չունենք, ամեն ինչ լավ է, ինչներից պետք է գիսը։ Հետո վերջում ստացվում է, որ այնքան մեծ շարքի խնդիրներ կա, որ գիսը կարա լուծի, որ երբ որ փորձում ենք պրիորիտիզացիա անենք, օրինակ ամենակարևոր 5-ը լուծենք, խնդիր ենք ունենում, որովհետև այդ ամենակարևորը 5-ը չի դառնում, 20-ն է դառնում։ Բայց մենք մեր գործընկերների հետ երբ որ զրուցում ենք, այդ շատ կարևոր մեսեջը տալիս ենք, որ սա ճանապարհ է, journey, որ պետք է միասին անցնենք։ Սկսում ես մի տեղից ու համակարգված շատ լուրջ մոտեցումով, հերթով խնդիրները լուծելով առաջ ես գնում։ Այդ նպատակը դնելը ու այդ նպատակի մեջ ռեսուրս տրամադրելը, կարողություն զարգացնելը ու այդ փիլիսոփայությանը հետևելը իրականում ճիշտ տեղ է տանում, ճիշտ ճանապարհ է տանում, ու դա միայն քաղաքապետանի կամ քաղաքներին չի վերաբերվում։ Դա վերաբերվում է ընդհանուր տնտեսության ոլորտին, դա վերաբերվում է առողջապահության ոլորտին, դա բնապահպանության ոլորտին է վերաբերվում, բոլոր տեղերը, ձեր նշած կարիքը կա բոլոր ուղղություններով։ Գյուղատնտեսության կարծում եմ շատ կարևոր։ Գիսը նորից ինքը գիտելիք է, կարողություն է, որը մեր կյանքի բոլոր ոլորտներում կիրառելիություն ունի ու ունենալու է։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Ես եմ ձեզ շատ շնորհակալ հետաքրքրություն ցուցաբերելու համար, ձեր հաղորդմանը հաջողություն։ Շնորհակալ եմ շատ ձեր գործերին էլ, իսկ մեզ լսողներին եւ դիտողներին ուզում եմ հիշեցնել, որ Թարմ ուղեղով իմ զրուցակիցը Էրիկ Գյուլազյանն էր, Geovibe ընկերության համահիմնադիրը, ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում, իսկ այսօր Tech 5 շաբթին է, շարունակեք հետևել մեր հաղորդաշարերին, հաջողություն։